Ներկո ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է Աբազյանն աշխատանքից ազատվել է հենց գիշերը, երբ ազգային անվտանգության ծառայությունը չի կատարել կարգադրությունը։ Ժողովուրդը հայտնում է իշխանությունները չեն հասցնում այս նստաշրջանում Օհանյանին եւ Մինասյանին զրկել անձեռնմխելիությունից։ Փաստը նշում է Նիկոլ Փաշինյանը կորցնելու է նաեւ իրավապահ համակարգը։ Հրապարակը գրում է, որ Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի։ Խոսում են, որ Ալիևն էլ է մեկնում Թուրքիա։ Ժողովուրդը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը պետական ապարատ մողել է գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին վնասելուն։ Հրապարակը հայտնում է Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը քաղաքական նոր բևեր են ուզում ձևավորել։ Փաստի փոխանցման արցախցիները դուրս են մնացել Արցախ նվագախմբից։ Ժողովուրդը հայտնում է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսինը ըստ մամուլի աղանդավորական կազմակերպության անդամ է։ Փաստի փոխանցման Ռուբեն Մելիքյանն ասել է, ազգայնացումից հետո Հայաստանի էլեկտրական ցանցերը հայտնվելու է թուրքական կամ ադրբեջանական կառավարման ներքո։ Հրապարակը գրում է, քպական ֆրակցիան Փաշինյանի ցանկությամբ ուղեկցում էր նրան ամենուր սրճարան գնալիս, Բաքվում զբոսնելիս։ Ժողովուրդը հայտնում է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերին վերաբերող ցանկացած գործողություն նշանակում է միջազգային սկանդալ։